Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, այսօր իմ հյուրն է քաղաքագետ Լիլիթ Դալակյանը, բայց մինչև մեր հաղորդման անցնելը կխնդրեմ դնել ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվության գնահատում եք իմ աշխատանքը, ողջունում եմ ձեզ Լիլիթ Դալակյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Ուրեմն երկրորդ նախագահը իր հայտարարություններում հայտարարեց, որ պատերազմ չէ լինի, եթե Հայաստանի քաղաքական ուժը չփչացներ իր հարաբերությունները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ։ Ինձ մոտ հարց է առաջանում, էլի, մինչև 20 թվականը Հայաստանի իշխանությունները փչացրել էին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ճիշտն ասած, ես հոգնում եմ շատ ներողություն մեր ունկնդիրներից անդրադառնալ նույն արտահայտությանը։ Երկրորդ նախագահը ցավալիորեն չի կարողանում նոր ինչ-որ նարատիվներ, ինչ ասեմ, ոչ թե հնարել, այլ բաց թողնել, չեմ ասում հնարում է թե ոչ, բայց չի կարելի լինելով երկրի առաջի դեմք 10 տարի անընդհատ տալ հարցազրույց եւ որևէ նորություն չասել, արդեն որերով տարին է։ Դա իր կարծիքն է, ես չեմ պատրաստվում ոչ հերքել, ոչ պատասխանել, ես մի անգամ անդրադարձել եմ, ի տարբերություն պարոն Քոչարյանի, ես իմ խոսքը գնահատում այնքան, որ նույն բանը անդադ չեմ ուզում ասել, հարգելով ձեզ, ընդհանրապես մեկ նախադասությամբ կարող եմ ասել, որ իհարկե ոչ, որովհետև դա ապացուցում է Քոչարյանի ասածը, որ 2010 թվականից երբ Ռուսաստանը սկսեց կրկնակի լինել Ադրբեջանին իմանալով, որ դա փոխելու է ռազմական բալանսը տարածաշրջանում, դրա մասին շատ է խոսվել։ Սա ուրեմն Սերժ Սարգսյանի մեղքն էր։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը կասի, որ Սերժ Սարգսյանը փչացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ կբացատրի ինչու, ես կանդրադառնամ նաեւ այս մեղադրանքներին։ Բայց հիմա ուղղակի այդպիսի հայտարարություններ անել Ռուսաստանը մեղավոր չի, Ռուսաստանը լավն էր, Հայաստանն է պատերազմել, սա մեղմ ասած դրական չի խոսում Հայաստանը ղեկավարած անձի մասին, որը պատրաստ է Ռուսաստանի ըստ էության արդարացնելու համար նույնիսկ իր երկրին մեղադրել, գիտեք, մութ չի, շատ ներողություն, մենք ինֆորմացիոն բլոկադայի տարիներին չենք ապրում, բոլորն էլ լսել են, բոլորն էլ տեսել են, հիմա նույնիսկ եթե ես այստեղ կանգնեմ ասեմ, որ Ռուսաստանը աշխարհի ամենալավ դաշնակիցն է, մարդիկ շատ լավ հիշում են Ռուսաստանի հայտարարությունները, անվտանգության խորհրդում Խանկենձի անվանել է ուրեմն Արցախը, հիշում են մարդկանց ծովամա հանելը, հակաավեկչական գործողություն անվանելը, Շոյգուի փայլուն օպերացիան, կներեք, եթե Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությամբ Վլադիմիր Պուտինը այնքան վրեժխնդիր է, որ մեկ անձի իբրև թե չսիրելով նա կարող է մի ողջ ժողովրդի ծովամա հանել, դա արդեն շատ վատ է խոսում Վլադիմիր Պուտինի մասին։ Այնպես որ հիմա էլ մենք տեսնում ենք Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, մեզ համար զենք ունի, ես չգիտեմ, այս փաստերը այնքան շատ են, որ ձեր եթերը ափսոսա, որ մենք այդ անիմաստ խոսքերը ընդհանրապես մեկնաբան։ Հիմա ցավոք սրտի մենք համարյա թե նույն թեմաները պետքա խոսանք, ինչ անցյալ անգամ նես դասավորվեց, ոնց որ ասում այդ հին թեմաները նորից ելան ջրի երես մեր քաղաքական դաշտում։ Հիմա հենց նույն Ռոբերտ Քոչարյանը կամ այսպես կոչված ընդդիմադիր դաշտը այս 5 տարի ասում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա կապիտուլյացիա է։ Իսկ հիմա Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ դա շատ լավ փաստաթուղթ է եւ այդ օգոստոսի 8-ին նա շատ վատ փաստաթուղթ, հա։ Ոնց հասկանանք այս ամեն ինչ։ Նա նաև ասաց, որ ըստ էության օգոստոսի 8-ը նոյեմբերի 9-ն է, եթե իր համար նոյեմբերի 9-ը լավ փաստաթուղթ է, եկեք ասենք, որ օգոստոսի 8-ն էլ է Քոչարյանի լավ փաստաթուղթ։ Գիտեք, կրկնում եմ, քանի կար ինքը կովիդով հիվանդ էր, հետո Սերժ Սարգսյանը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանը չի թողել, որ ինքը մեկնի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Մոսկվա, կապիտուլյացիա էր փաստաթուղթը, հետո դարձավ ամենալավ փաստաթուղթը։ Գիտեք, սուտը, ես կրկնեմ իմ միտքը արդեն որորդ անգամ, այնպիսի բան է, որ դժվար է դա ճշմարտության վերածել։ Դու մոռանում ես ժամանակին ինչ ես ասել։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ողջունում էր հեղափոխությունը, ողջունում էր այն քայլերը, որ Նիկոլ Փաշինյանը արել է իր հայտնի գրքում, հիշում եք, 2018 թե որ թվականին որ տպագրվեց։ Իհարկե մարդը կարող է փոխել իր քաղաքական տեսակետը, Հայաստանում էսի մարդ կա, որ թիմքի փոխել, բայց դա պիտի բացատրել, եթե դուք չեք բացատրում, ասում եք ինչ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռացեց Սերժ Սարգսյանին, հետո էլ պարզվում է դուք չեք հասկանում Սերժ Սարգսյանը ինչի իշխանությունը զիջեց Նիկոլ Փաշինյանին, սա արդեն ծիծաղի ժանրից է։
Ինչ վերաբերում է նրան, որ մենք անդրադառնում ենք, այո, դուք ճիշտ եք, այս անձինք եւ ես Նիկոլ Փաշինյանին էլ եմ ինչ որտեղ դրանում մեղադրում, քանի որ իրենք քաղաքական process-երին մասնակցում են եւ խոստումը չի կատարվել քաղաքական process-ներից վետինգով, լյուստրացիայով հեռացնել այսպիսի մարդկանց, դատավորների եւ այլն, մենք անցած ստիպված անդրադառնում ենք այս անիմաց հայտարարությունների, որոնք գիտեք որևէ բան չեն փոխում Հայաստանում, որ այսպես նայում ես, հա, ինչ որ մեկը ինչ որ մի բան է ասում։ Հա, նախագահ է եղել, բայց եթե նա 5 տարի նույն բանն է կրկնում, ուրեմն արդեն ժամկետը անցել է նրա գործունեության, բայց մենք անընդհատ այստեղ սպիտակի տրամաբանության մեջ ենք եւ չենք կարողանում խոսել այն լուրջ խնդիրներից, որ մենք ունենք, որ ունենալու ենք ապագայում, մեր տնտեսությունից, մեր ռազմական արդյունաբերությունից, միջազգային ասպարեզում իրավիճակից, էլի մնացել ենք այս նախկին ուժերի հետ բանավեճերի ուրեմն շրջանում եւ դրա համար եմ ասում Նիկոլ Փաշինյանը պետք է ընդհանրապես նրան պատասխանի, որովհետեւ կրկնում են նույն բանը, եթե ինչ որ նորություն լինի, ես կասեմ նոր նարատիվը պատասխանեք, բայց քանի որ ամեն ինչը հնության մասին է, Նիկոլ Փաշինյանը կամ հատուկ նրանց էլի վերում է օրական կամ պետք է ընդհանրապես իրեն խորհուրդ տալ, որ ընդհանրապես այս մարդկանց մասին չխոսի Եթե նրանք հարկ չեն համարում երկրի ղեկավարի հետ գնալ բանավեճի, ես ուզում եմ հասկանալ Նիկոլ Փաշինյանը ինչի է ընդհանրապես իրենց պատասխանում։ Թող իրեն պատասխանեն նրանց, ինչ որ ՔՊ-ից падգամավորներ։ Ոնց որ իրենք են իրենց կուսակցության անդամներին ասում, որ Փաշինյանի պատասխան։ Հիմա Տիկին Դալաքյան, մենք անցնենք այս Ադրբեջանի ճանապարհով, որ եկած ցորեն, այս հարցը այնքան շատ է մանիպուլացվել, քննարկվել, ես որ անգամ չգիտեմ որ կողմից սկսեմ, թե ցորենի որակից, թե որ ճանապարհը բացվե, թե սա դիվերսիֆիկացիա է, թե դիվերսիֆիկացիա չի, ինչ օգուտներ ունի Հայաստանից, դրան էլ գումարած Ռուսաստանն է ակտիվացել այս ֆոնին, հայտարարում է, որ սա մեր շնորհքն է, Միացյալ Նահանգների շնորհքը չի, կներեք, որ երկարացնում եմ, բայց գոնե նշեմ մոտավորապես ինչեր են ասում, նաև Ռուսաստանից ասում են, որ իրանք տվյալներ ունեն, որ Հայաստանը պետք է գնի Ուկրաինայից նաև ցորեն, ավելի թանկ, քան Ռուսաստանից, բայց այդ տարբերությունը պետք է Եվրոպան վճարի, հա, որ Հայաստանը չունենա կորուստներ ի վնաս Ռուսաստանին եւ այլն, խնդրեմ։ Դե Փաշինյանը կարծես հերքեց, որ ուկրաինական ցորենը մուտք գործելու Հայաստան, իբր ես կողմնակից եմ դրան։ Իհարկե որակը պետք է ստուգվի եւ ռուսական ցորենը երկնքից չի իջնում, եւ ղազախական ցորենի եւ ուկրաինական, որ ասում են այդտեղ էկոլոգիական խնդիրներ կարող են լինեն, կներեք Չեռնոբիլից չեն բերում այդ ցորենը, դա ամբողջ աշխարհում ուկրաինական ցորենը օգտագործվում է Եվրոպայից, եթե որակի այդ խնդիր լիներ, ես կասկածում եմ, որ եվրոպացիները, որոնք այդ հարցում շատ խիստ են դրամադրված, այդ ցորենը կգնեին։ Սա մեկ, ինչ վերաբերում է ով է բացել ճանապարհը, գիտեք, ես այստեղ ինչ որտեղ համամիտ եմ այն բնդումներից, որ Ռուսաստանին ձեռնտու էր ցույց տալ, որ ինքն էլ կարող է տարածաշրջանում, ոչ միայն Միացյալ Նահանգները ճանապարհներ բացել։ Այսինքն 3+3 հարթակում, որ ասում են եկեք մենք ճանապարհները կապաշրջափակենք, տեսեք մենք Ալիևի հետ շատ լավ ենք ի տարբերություն այս հայտարարություններին ընդդիմությանը, որ քիչ էր մնում արդեն Ռուսաստանը գրավեր Ադրբեջանը եւ Արցախը նվիրեր Հայաստանին։ Այսինքն Ռուսաստանը գուցե, այո, ես չեմ բացառում ինքն է գործունեության հեղինակը, բայց մեկը մյուսին չի խանգարում։ Ես չեմ հասկանում, մենք ուրեմն այնպիսի աշխարհագրական դիրք ունենք եւ այնպիսի հարևաններ, որ մենք օդից չենք կարող ցորեն ստանալ։ Մենք պիտի շփվենք եւ Թուրքիայի հետ։ Թուրքիայից մենք ցորեն էինք ստանում Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Ճանապարհով էր գալիս եւ ոչ մեկ չէր բողոքում դրանից։ Այսինքն բոլոր հարևանների հետ պետք է շփվել։ 3+3 հարթակում է ռուսական, դա նշվում է։ Այլ հարցը, որ անվտանգության կանոնները պետք է պահպանել։ Երկրորդը, պարզ է, որ Ալիևը սա միանգամյա գործարք է ես համարում, որևէ իրավական համաձայնագիր չկա, որ այսօրվանից վերները փոխադրվելու են ազատ։ Բացի այդ, Ադրբեջանը ինքը Հայաստանի կոմունիկացիաները չի բացել, խոսքը վերաբերում է տրանզիտ երկիր լինելուն։ Այսինքն Իջևանով չի եկել ցորենը, սովետական շրջանի այսպես կոչված խաղաղության խաչմերուկի ճանապարհով չի եկել ցորենը, սա կախված է լինելու խաղաղության գործընթացից, այս կարծում շատ բարդ երկարատև process է, սահմանազատման եւ մեր Գրիգորյանն էլ խոսեց դրա մասին, ազգային ժողովի սահմանազատումից է կախված։ Իսկ սահմանազատումը ինչքան կտևի,
այդ համանազատման ժամանակ Ալիևը ինչ կհիշի քարտեզում ինչ է գրված, ինչ քարտեզներով կկատարվել, դա ապագայի արդեն շատ լուրջ, ես կարծում եմ, խնդիր է, հատկապես Սյունիքում մեր ճանապարհները եւ սահմանները այնպես են գծված, որ ճանապարհը հենց սահմանն է, այսինքն մենք շատ լուրջ խնդիրներ ենք այդտեղ ունենալու եւ իմ կարծիքով Հայաստանը պիտի եվրոպական փորձը եւ եվրոպական գործընկերներին անպայման այստեղ ներգրավի, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը իրենց ստաբի քարտեզներով այստեղ արդար, ինչպես ասեց Պուտինը, սահմանազատում իրականացնել։ Այդ ինքը process-ը տարբեր տեղերից ստանալ ուրեմն թորեն եւ դրա մասին միշտ նշել եմ Ադրբեջանով էլ թող գա, թող Ռուսաստանով էլ գա, Վրաստանով էլ գա, թող Եվրոպայով էլ գա, Թուրքիայով էլ, ով է ասել, որ մեկ կետից պիտի կախված լիներ։ Այն որ Ադրբեջանը մեզ այդքան հաճելի երկիր չի, պարզ է, բայց այն մենք ունենք այն հարևանները, որ ունենք Իրան, որը արևմտյան սանկցիաների տակ է մշտապես գնալով խորանալու է դա, ունենք Վրաստան, որը Ռուսաստանի հմայաջույքով փակում է վերին լարսը, ունենք Թուրքիա, որը չի բացում սահմանը, կապում է դա Ադրբեջանի հետ մեր խաղաղության կնքմաններ եւ ունենք Ադրբեջան, որը ինչ որ պատմական քարտեզից է խոսում։ Մենք չենք ընտրել մեր աշխարհագրական դիրքը, բայց մենք պարտավոր ենք դրա հետ հաշվի նստել։ Ինձ շատ զարմացրեց, որ այս անգամ ոչ միայն ընդդիմությունը, այ սենց առանձին քաղաքական գործիչներ, հանրային մարդիկ սկսեցին խոսել ինչ-որ զգացմունքային թեմաներից, թե պատերազմի ժամանակ Ադրբեջանից եկած օգնությունը փչացվել է, չգիտեմ, թույնվել է, հիմա ես չեմ պատրաստվում Ադրբեջանից եկած ցորեն ուտել եւ այլն այսպիսի բաներ, էլի, ոնց կմեկնաբանեք։ Ես ճիշտն ասած չգիտեմ, այդ տվյալներից եմ տիրապետում, գույնված ծորենի մասին, թող տվյալներ տրամադրեն, մենք նոր խոսենք, օդում պոպուլիստական հայրենասիրական հայտարարություն անելով չի։ Ես հավանաբար դեպս ձեզ մի բան կհիշեցնեմ, Արցախի շրջափակման օրերին ասում էին, որ մենք Ադրբեջանից հաց չենք վերցնի։ Հետագայում եւ Ռուսաստանը միջնորդեց, որ այլընտրանքային ճանապարհով գա այդ օգնությունը, շատ լավ էլ բացեցին այդ ճանապարհը եւ շատ լավ էլ այդ օգնությունը ընդունեցին։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ թե թույնված կամ շնամական ծորենն է, այլ Ռուսաստանն է ուղարկողը, թե Ռուսաստանն է ասողը, որ թողնեն, որ այդ ծորենը գա։ Ես վստահ եմ, տեսեք, այս անգամ չեն ասում Ադրբեջանի տարածքով ինչի է ծորեն եկել ռուսական։ Այն ժամանակ ասում էին ինչի է Ադրբեջանի տարածքով բերում, չէ՞, Չէ, ասում են, կներեք, որ ընդհատում են, ասում են դե մեկը Վրաստանով եկավ, դե նա Ռուսաստանից էր գալի։ Հիմա ինչի մենք պետքա մի հատ էլ Ադրբեջանին գումար մուծենք տրանզիտի համար, հələ մի հատ էլ այդ վագոնները Քննադատության չի ենթարկում, չէ՞, այս ամեն ինչի հեղինակը իրենց ասելով Ռուսաստանն է։ Եթե Ռուսաստանն է այս ամեն ինչի հեղինակը եւ Տրամպը ընդհանրապես դրա հետ կապ ունի, բա Ռուսաստանի ինչի չեն քննադատում։ Ռուսաստանն է, չէ՞, համաձայնվել, որ Ադրբեջանի տարածքով գա, Հայաստանը չի ստիպել Ռուսաստանին։ Այսինքն այստեղ քննադատությունը էլի Ռուսաստանի նկատմամբ չի։ Ես կրկնում եմ, վստահ եմ, որ եթե վաղը Ռուսաստանն ասի Թուրքիայի հացը պիտի ուտեք, ընդեղից եկած ծորենը, մենք ուտենք այդ հացը։ Պարզ է։ Հիմա գիտեք ինձ համար ինչն է հետաքրքիր, որ Ադրբեջանի նախագահը, հա, մեր Սևանալիճը իրենց լեզվով է անվանում, բայց այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանություններին, հա, կամ մեր պաշտոնյաներին արգելված է Արցախ բառը ասելը, իրանք անպայման պետք է Ղարաբաղ ասեն։ Սա ինչ է նշանակում։ Արգելվածը չգիտեմ, ես օրինակ մշտապես Արցախ եմ ասում, իդեպ հանրային հեռուստաընկերության եթերում եւ չեմ լսել, որ ինձ ասեն մի ասա, թե ուրիշներին ասում են, թե ոչ, չգիտեմ։ Այլ հարցը, որ այո, Հայաստանի ղեկավարությունը դե փակել է այդ էջը եւ այսպես բացատրում, որ պետք է գրգռել Ալիևին, բայց ես դա ընդհանրապես չեմ ընդունում, նույն դրամաբանությամբ, այո, պետք է գրգռել, թող մնա մեր տարածքում սուվերեն, թող, չգիտեմ, մեր տարածքը անվանի Արևմտյան Ադրբեջան, թող խոսի տանկերով կամ ոչ տանկերով վերադարձի մասին, դե եթե դու ասես տանկով չեմ գալու, նշանակում է դա էլ է մտածում էլի, որ տանկով ես գալու։ Այսինքն իմ կարծիքով որոնք պիտի լինեն մեր քայլերը, նախ Ռուբեն Գալստյանը քարտեզակետ ասեց, Փաշինյանն էլ դրանից հետո նույնը կրկնեց, որ այդ քարտեզների վրա կա Հայաստան, Ադրբեջան կա։ Սա իհարկե լավ պատասխան է, ես ողջունում եմ։ Երկրորդը ինքը Փաշինյանը այո չպիտի պատասխանի, որովհետև Ալիևի առաջին նպատակը մեզ պարբերաբար ներքաշելն է այս անիմաստ կոնֆլիկտի մեջ։ Այլ հարց է, որ նրան պիտի պատասխանեն
ԱԳՆ մամուլի ուրեմն քարտուղարը, մամուլի խոսնակը պատմական փաստերով։ Հետո ինչպես է Ալիևը պատմաբաններին հրավիրում քննարկումների, մենք էլ պիտի այստեղ անցկացնենք հավասար, հայելային Արցախի վերադարձի մասին խոսենք, ինչի՞ չենք խոսում, աշխարհի բոլոր երկրներում կան բանաձևեր, նույնիսկ Ռուսաստանում խոսում են Արցախի ժողովրդի վերադարձի մասին, այդտեղ կոնֆերանսներ ա լինում, մեծ Հայասեր Զատուլինն էլ այդ կոնֆերանսների ժամանակ խոսում ա, ինչ խնդիր կա, այդ չասած, որ Սալավիովը Արցախ բառը արդեն անգիր է արել, այսինքն մենք պիտի օգտվենք դրանից, որ միջազգային ասպարեզում այդ հարցը քննարկվում է, խոսել Սումգայիթից, խոսել Բաքվից, դե կներեք Բաքուրակերտից խոսել, այսինքն պատմական արդարությունը մեր կողմն է եւ մենք պիտի Ալիևին ցույց տանք, որ այս պայքարում ինքը հաստատ պարտվող է դուրս գալու։ Իսկ եթե մենք լռենք եւ ոչինչ չպատասխանենք, դուք գիտեք, ագրեսիան այն ժամանակ է աճում Հիտլերի օրինակով, երբ պատասխան չի լինում։ Կամ երբ դու համաձայն ես նվիրել ինչ որ տարածքներ Մյունխենյան հայտնի այս բանը այս գովը կներեք, որ ասեմ, հայերեն բառը կհուշեցի, դավադրությունից հետո իսկ ինչ վերաբերում է դիվանագիտական մեր աշխատանքին, պարտադիր Հայաստանը դիվանագիտական խողովակներով Արևմուտքին եւ մասնավորապես Վաշինգտոնին պիտի ցույց տա, որ Ալիևը իր քայլերով նախ խախտում է Վաշինգտոնյան համաձայնագրերը, ըստ որոնց այդպիսի քայլեր պիտի կատարել, որը փոխվստահության մթնոլորտը ուրեմն կարող է քայքայել եւ վնասել եւ մեր գործընկերներին ցույց տալ, որ իրականում Ալիևը երբ նորից Պուտինի հետ ցույց է իր շփումները, նրա մոտ ինչ-որ փոփոխություններ է տեղել։ Պիտի կապել Ալիևին եւ Պուտինին անընդհատ եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգներին ցույց տալ նրա խաղը։ Գիտեք, շատ հաճախ ասում են, ինչ Ամերիկան չգիտի, ներողություն, այսօր Ամերիկայի վարչակազմը այնպիսի անձանցից է կազմված, որոնք վստահ եմ Հայաստանի տեղն էլ կարող է չգիտեն։ Այո, պետք է ցույց տալ, աշխատել սենատորների, ինստիտուտների հետ, իսկ Տրամպը այնպիսի մարդ է, որ նա մեծամասամբ ինքն է որոշումներ կայացնում եւ այստեղ հույս դնել ինստիտուտների վրա չի կարելի, նրա հետ պետքարտուղարության մակարդակով անընդհատ պետք է աշխատել։ Արիելի, տեսեք, դուք ձեր պատասխանի մեջ հիշեցիք Արցախի ժողովրդի մասին, որ կարելի է խոսել վերադարձի մասին, իսկ մեր իշխանությունները ասում են դա Խաթարի խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանի նախագահը անընդհատ ասում է, որ եկիս քանակությամբ ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան մեքենաներով, ոչ տանկերով, որը որ նույնպես դուք նշեցիք, սա էլ հա ոնց որ ամեն ինչ հավասարը հավասարի վրա չի, հասկացանք, որ մենք պարտվել ենք, բայց այս բանակցությունները արդեն պարտվել ենք, մենք տվել ենք ինչը որ պարտվել ենք, հա։ Հիմա պետքա գոնե ինչ որ վերաբերվում է մեր ինքնիշխանությանը, պետք է գոնե հավասար լինի, թե ոչ։ Իմ տեսակետը չի փոխվել, ես մոտ 1 տարի է ինձ խոսում եմ եւ մշտապես նշում եմ, որ փակելով Արցախի էջը մենք բացում ենք Սյունիքի էջը։ Մենք բացում ենք Զանգեզուրի միջանցքի շակերտավոր էջը։ Մենք բացում ենք Արևմտյան Ադրբեջանի էջը։ Այսինքն, եւ դրանք հավասարազոր թեմաներ չեն։ Արցախի ժողովրդի վերադարձը որևէ կապ չունի այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։ Դա գուցե կապ ունի Սումգայիթի, Բաքվի, դա էլ է իհարկե վիճելի, հասկացնելով ինչպես են ադրբեջանցիները այստեղից հեռացել եւ ինչպես են հայերը այստեղից հեռացել, հաշվի առնելով նաեւ թվականակի մեծ տարբերություն, մոտ 2 անգամ ավել։ Դա մեկ։ Երկրորդը Արցախի հարցը եղել է միջազգային բանակցությունների օրակարգում։ Միջազգային բանակցությունների օրակարգում Արևմտյան Ադրբեջան եզրույթը գոյություն ունի։ Մենք հիշում ենք նաև Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում ըստ էության ծաղրեց։ Այսինքն սրանք հավասարազոր թեմաներ չեն։ Հանրաձևեր կան Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանակցություններ չեն տարվել Արևմտյան Ադրբեջանցիների։ Այսինքն այս հարցերը գտնվում են շատ տարբեր հարթությունների վրա, բայց մենք նույնիսկ դրանից ենք խուսափում, ասելով, որ դա կոնֆլիկտատիվ թեմաներ են, ներողություն, խաղաղությունը միայնակ չեն հասնում խաղաղության։ Եթե քո դիմացինը պատրաստ չի դրան եւ ամեն ինչ անում է, դուք էլ խոստովանում եք հատուկ, որպեսզի հայ ժողովրդի շրջանում դժգոհություն առաջացվի, մենք չենք կարող ուղղակի մեր աչքերը փակել եւ ասել, դե բանը ասում է, թող տենց էլ մտածի, իսկ ով ասեց, որ նա ընդհանրապես մտածում չի ուզում իրագործի։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ Ալիևը հատկապես Արբաց իր ճակերտավոր հաղթանակով, ես ինչու եմ ասում ճակերտավոր, որովհետև մեկ երկրի դեմ պայքարում էին 5 երկիր գումարած
մոջահեդները եւ ահաբեկիչները իր հաղթանակը չէր սա եւ դրա մասին եւ Ռուսաստանում են խոսել եւ Թուրքիայում կարող է մտածել որ գնամ առաջ, բայց չեն մտածում ագրեսոր երկրները։ Եվ հիմա ուղղակի ասել դե բան է ասում, ուշադրություն մի դարձեք, այո, ես չեմ ասում պիտի կանգնել դաշնակցության նման ասել գնում ենք Բաքուն գրավենք, մենք էլ ասենք Բաքուն է հայերն են սարքել։ Հարցը դա չի, բայց լռությունն էլ եւ անտարբերությունն էլ կարող է հույսեր ներշնչել Ալիևին, որ իր նպատակները կարողան կատարել։ Մանավանդ եկեք ասեմ, որ այսօր այդ պատմական սպեկուլյացիաները շատ տարածված են, չէ՞։ Պուտինը ինչ-որ տենց պիչինեգների, պոլովցիների մասին ամեն օր Տրամփին պատմում է, եւ ինչքան է մեծ համար ծիծաղել է, Տրամփը կրկնում էր դա, որ Դոնբասում ռուսներ են ապրում, որ դա միշտ եղել է ռուսական տարածք, Ուիտկոֆը հիշում եք, Գրիմը ինչ-որ կղզի Ատլանտյան օվկիանոսում, այսինքն մեծ համար ինչը ծիծաղելի է, արևմուտքում կարող է ընկալվել որպես պատմական ճշմարտություն։ Իդեպ դուք նշեցիք դաշնակցության նման, ես իմ կողմից ընդհանրապես ուզում եմ ավելացնել, որ դաշնակցությունը իր ողջ պատմության մեջ ասում է ես գնում եմ սա վերցնեմ, նա վերցնեմ, վերջում էթում սաղ տալիս է ու դատարկ ձեռներով հետ է գալի։ Սա է դաշնակցության Մի ընդհանուր նախադասություն ավելացնեմ, մենք հիշում ենք, որ երբ հայերը, հրեաները, հույները բանակցում էին ասել մեծ դրան, այդպես ասենք, արևմտյան երկրների հետ Հայաստանի ուրեմն ճակատագրի վերաբերյալ հայերը կոնկրետ Օսմանյան կայսր քայքայման օրերին նրանք այնպիսի պահանջներ էին դնում, որ արևմտյան լիդերները նույնիսկ զարմանում էին, թե ռեալ պիտի մի քիչ էլի մտածել, դրա մասին շատ է գրվել, այսինքն այս ֆանտաստիկ հայրենասիրական մղումները միշտ էլ դաշնակցությանը հատուկ են եղել, այլ հարցը դա հատուկ է արվել թե ոչ։ Իհարկե։ Վերջի երկու հարցը Տիկին Դալաքյան, Ռուսաստանը մեղադրում է Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժերին ձերբակալելու հետապնդելու մեջ, նաև ասում է, որ արևմուտքը բան է անում, հա, հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանում եւ այդ ամենը տարվում է Ռուսաստանի դեմ, կա արդյոք Հայաստանում ռուսամետ քաղաքական ուժերի հետապնդում։ Ես այսպես կպատասխանեմ, ես մի քանի օր առաջ իմ Facebook-յան էջում հրապարակել էի մեծ հաջորդի մեծ բարեկամ Կոստանտին Զատուլինի ուրեմն ձայնագրությունը, որտեղ նա խոստովանում է, որ գումար է վճարվել Ուկրաինայում մարդկանց փողոց ցույց անելու համար, կազակներից, պատկերացրեք Ուկրաինայում ազգային փոքրամասնին վճարել են Ուկրաինայում հեղափոխություն իրականացնելու նպատակով։ Եվ այդ փաստերը շատ են, եթե մեր ունկնդիրներին հետաքրքիր, կարող են դիտել պրոյեկտի նկարահանած հայտնի ֆիլմը, հետաքննությունը, որը ապացուցում է, թե ռուսական հետազոտական ինստիտուտները ԱՊՀ երկրներում ինչով են զբաղված, ԱՊՀ երկիրը նաև Հայաստանը։ Այն որ Զատուլինը այստեղ նույնիսկ Երևանի պետական համալսարանի հետ ունի շատ լուրջ համագործակցություն, ուներ իր ինստիտուտը եւ տարօրինակ կերպով մեծ շրջանակներ այդ համալսարանից գովերքում է Ռուսաստանին, մենք կարող ենք կարծել, որ Ռուսաստանը այստեղ հստակորեն աջակցում է իր պաշտպաններին եւ ոչ միայն խոսքերով, այլև արգելված մեթոդներով։ Ինչ վերաբերում է ճնշումներ կան թե ոչ, գիտեք, Հայաստանում մոդայիկ է ասել, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հալածանքների։ Ես միշտ յուրաքանչյուր դեպք պիտի առանձին դիտարկել։ Եթե մարդը պատրաստվում է երկրում հեղաշրջում անել եւ հետո նրան ձերբակալում են եւ նա ասում է, որ սա հետապնդում է քաղաքական կամ երբ մարդը անօրինական բիզնեսներ ունի, օլիգարխ է, նրան ուզում են ուրեմն հարկային դաշտ բերել եւ նա ասում է, որ սա քաղաքական հետապնդում է, սա այլ հարց է, բայց եթե անձը ուղղակի Ռուսաստանը շատ է սիրում, հիմա ես իշխան էլ համաձայն չլինեմ, կամ մտածում է, որ միայն Ռուսաստանը կարող է փրկել մեզ ցուցերից, իհարկե նրան չի կարելի ձերբակալել։ Մենք պիտի նայենք առանձին դեպքերով, բայց ընդհանուր առմամբ եթե խոսենք համեմատած, մենք ամենի համեմատության մեջ ենք տանում Հայաստանի անկախության 30 տարիներին, ես կարծում Հայաստանում հիմա նույնիսկ խոսքի ազատությունը չափից դուրս է, ինչը նաև քաոսի է վերածում լրատվական դաշտը եւ բամբասանքի։ Այստեղ մեծ մասում ես լրատվություն չեմ տեսնում եմ ինչ-որ անձնական թեմաներ, լրագրողների կողմից ոչ պրոֆեսիոնալ շատ հաճախ պահված հարցադրումներ, որոնք հարիչ չեն իրական լրատվության։ Եվ ամենավերջում չեմ կարող չհարցնել ուղղակի վարչապետ, հայրապետ այս ֆոնին, այս հակամարտության ֆոնին Վլադիմիր Պուտինը շքանշան է տալի Եզրասին, ընդհանրապես արագի մեջ ինչ կարծիք ունեք, սա մեսիջ էր թե մեսիջ չէր։
Գիտեք, եկեք իրավական առումով նայենք, Նիկոլ Փաշինյանը իհարկե նա շատ էցի հայտարարություններ անում, բայց ասել է, որ KGB-ի գործակալ է Եզրափը եւ կան ապացույցներ։ Հիմա նրա խնդիրն է այդ ապացույցները վեր հանել եւ սա ուղղակի մեղադրանք չի։ Վերջապես Հայաստանում պիտի ուղղակի վեր կենալ ասել թալանքի մարտածան եւ գնալ տուն, այդ պրակտիկան պետք է վերանայվի։ Հիմա եթե կան այդպիսի մեղադրանքներ, ես իրավաբան եմ, անմեղության կանխավարկածը ինձ համար առաջնային է։ Պետք է դրանք իցույց բերվեն, եթե ոչ, դիմացի կողմը կարող է դատական կարգով զրպարտության համար, էների ինչ զրպարտություն, սա բամբասանք չի, երկրի թիվ 1 անձն է այդպիսի բան ասում, նրան դատի ենթարկել եւ հրապարակային ապացուցել իր անմեղությունը։ Իդեպ սա կարևոր է, որովհետեւ եկեղեցին ինքը վարկաբեկվում է որպես ինստիտուտ, սա առանձին ինչ-որ հոգևորականի մասին չի։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինին, գոնե ինձ համար երբևիցե նորություն չի եղել, որ Ռուսաստանը սովետական միության նախկին հետսովետական երկրների եկեղեցիների նկատմամբ ունի մեծ վերահսկողություն, վերջերս Մոլդովայում այդպիսի դեպքեր, Չեխիայում, Հունգարիայում բացահայտվեցին եւ չեն հետվել մինչեւ այսօր։ Իսկ այն, որ դա ազդակ էր Փաշինյանին, որ նրանք գտնվում են իմ պաշտպանության ներքո, ես նշել եմ, որ հայրապետ կաթողիկոս Փաշինյան հակամարտության մեջ կարմիր գիծ է Գարեգին II-ի ձեռքակալությունը։ Եթե Փաշինյանը գնա այդ քայլին, եթե իհարկե դրա հիմքերը կան, նա պիտի գիտակցի, որ հակազդեցությունը լինելու է արդեն վերին օղակներից ռուսական, որովհետև ոչ թե որ դրանք Գարեգին II-ին շատ են սիրում կամ հայ առաքելական եկեղեցին, այլ սա իրենց ազդեցության, այսպես ասած, ոլորտն է եւ ցավալիորեն եկեղեցին մինչ օրս չի ապահովել հակառակը, որովհետև կողմնակալությունը շատ ակնհայտ է Ռուսաստանի հանդեպ։ Էնպես որ ես կարծում եմ հեշտ չի լինելու, ինչպես ասում է Փաշինյանը, Վեհարյանը ազատել եւ այդ գործընթացում Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որպեսզի Փաշինյանը չհաջողվի։ Արդյոք նա կգնա այդ ուրեմն հակամարտության Պուտինի հետ առաջիկա, ես կասեի, ամիսներին, օրերին չէ։ Ինչեւ ընտրություններ մենք կտեսնենք։ Տիկին Դալաքյան, շատ շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, իսկ մեր ժողովրդին կխնդրեմ չմոռանաք նորից ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ այսօր իհարկե Լիլիթ Դալաքյանի աշխատանքը։ Stay tuned, հաջողություն։